Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չառնոկ, օր մարտի 31։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, սրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը։ Սաղմոս 119-րդ գլուխ 104-րդ խոսք։ Աստծո կատարելությունների ճիշտ ըմբռնումը մեր մեջ կարթնացնի Աստծո երկյուղը և կզինի մեզ ընդդեմ գայթակղությունների և մեղքի։ Ի՞նչն էր հեթանոսներին տանում նման անառակության և անառակ վարքի, եթե ոչ իրենց աստվածներին որպես անբարոյական էակների գաղափարը։ Ով կխուսափեր շնություն գործել և ավելի զզվելի կրքերից փախչել, երբ կարող էր որպես օրինակ վերցնել հենց այն մարդուն, որին երկրպագում էր որպես Աստված։ Այս պատճառով Պլատոնը ցանկանում էր բանաստեղծներին վտարել իր հանրապետությունից, քանի որ իրենց աստվածներին իրենց բանաստեղծություններում անբարոյական հագուստով հագցնելով նրանք մարդկանց մեջ ապականություն էին հրահրում։ Բայց եթե մենք Աստծո սրբության մասին մտորումները փորագրենք մեր մտքերում, մենք մեղքին կնայենք նույն աչքերով և կդատապարտենք այն նույն ատելությամբ, ինչ Աստվածն ինքն անձամբ։ Որքան շատ գիտակցենք աստվածային սրբությունը, այդքան մեղքը կհամարենք նողկալի, ինչպես որ այն իրականում կա։ Մենք կատենք այն անվերապահորեն, առանց դրա հանդեպ սիրո ամենափոքր նշանի։ Մարդը նայում է Աստծո օրենքներին և այդպիսով հասկանում նրա էության սրբությունը, որտեղից էլ բխում է նրա ատելությունը անօրենության նկատմամբ։ Եվ հենց այդ գիտակցությունը կուղղորդի մեր գործողությունները, կզսպի մեր արատները։ Դա մեզ կստիպի դողալ գայթակղության շշուկից, երբ ապականությունը պարզապես փայլի և գլուխ բարձրացնի, աստվածային սրբության տեսարանը կուղեկցի մեզ այն հետ մղել նոր ուժով։ Այդ գիտակցությամբ պարուրվելուց ավելի ուժեղ ամրություն չկա։ Դա մեզ կլցնի Աստծո հանդեպ երկյուղածությամբ և կամաչեցնի մեր մեջ ընդունել այն ամենը, ինչը գիտենք, որ զզվելի է նրա մաքուր աչքերում։ Ինչպես լուրջ և արժանապատիվ մարդու գալուստը ստիպում է երեխաներին արագորեն հավաքել իրենց խաղալիքները, այնպես էլ այս որակի գիտակցումը կստիպի մեզ դեն նետել մեր կուռքերը և ազատվել մեր անհեթեթ մտքերից ու մտադրություններից։